Օրվա լրահոսից Փարեզի դատարանն այսօր կքննի Սարկոզիին ազատ արձակելու հարցը։ Ինչն ուշագրավ, Ֆրանսիայի նախկին նախագահ երբեք չընդդիմացավ ֆրանսիական արդարադատությանը, չէ՞։ Բնականաբար օրենքը ամեն բանի վեր է, այսպես օրինաց երկիրներու մեջ, բայց անշուշտ ամեն միջոցները պիտի կործածե, որպեսզի կարողանա այդ բանդի մեջ չանցկացնել իր բադիժը։ Այսօր ուրեմն ազատ արձակված է, բայց չի նշանակել, որ հարցը վերջացած է, որովհետև Սարկոզիի թադավարությունը բազմաշերտ է եւ քանի թադավարություններ կան իրարու հաջորդող, գիտեք հաջորդ թադավարությունները ինչ արդյունք պիտի տան եւ ինչպես պիտի շարունակե իր գլանավորման միջոցը։ Հիմա պետք է զուգահեռ անցկացնեմ հայկական իրականության հետ, Տիկին Իլդա։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն են գտնվում դատական վարույթներում, տարբեր առիթներով, բայց հանրային հետաքրքրությունը այդ դատական process-ի նկատմամբ կարծես կորել է, որովհետեւ դրա ծայրը չի երևում։ Համեմատելի են այդ process-ները։ Ես գնում Ֆրանսիայի մասին խոսիլ, Ֆրանսիայի դատական համագարկը շատ տանտաղած է, որովհետեւ իր միջոցները բավական սահմանափակ են եւ շատ մտադավարություններ կհետաձգվին կամ շատ կերկարացկվին։ Հավանաբար Հայաստանի բարական դարբեր է։ Ես կգարձեմ, որ Հայաստանի մեջ այլևս նաեւ վստահության խնդիր մգա հասարակության կողմէ, թե դատական համագարկը երբ օրինակ Սամվել Գարաբետյան կամ որևէ մեկը արտահայտություն մգնեն եւ այդ մեկ արտահայտության համար կփանդարգվին, կցերպակալվին եւ կթատվին, ուրեմն կգարձեմ, որ եւ նոր բաներ կգտնեն, նոր մեղադրանքներ, բոլորովին դարբեր մեղադրանքներ, առաջին օրվա մեղադրանքներն անգախ, կգարձեմ, որ հասարակության մեջ որոշ չափով այլևս զգուշություն կա դատական համագարկի հանդեպ եւ դատական համագարկը ըստ իս սկսած է այլևս ժողովրդի վստահությունը գործընծնել։ Տիկին Հիլդա, խոսել են վերջին օրերին եւ երկրորդ եւ երրորդ նախագահները, սկզբից երրորդ նախագահը խոսեց, հետո նախկին երկրորդ նախագահը։ Նրանք իրար դեմ են մրցում, ինչ է ձեր տպավորությունը, թե գլխավոր հակառակորդի գործող իշխանության դեմ։ Ինձ համար բավական դժվար է այդ խնդիրները մեկնաբանելը, որովհետև դերովին վրա չեմ գտնվի եւ որքան որ գործեմ հետևիլ։ Լսել ես նրանց այս օրերին։ Շատ գարչ դիտեցի երկու հարցազրույցները, շատ բզդիկ հատվածներ դիտած եմ միայն, դժվար է ինձ համար այս բանը, բայց ըստ երևույթին երկու նախագահներու միջև այսպես բան մգա, թշնամական մեկ մթնոլորտ գոյություն ունի երկուքի միջև, որ իսկապես կգարձեմ անդերի մեկ բան է, այսօրվա իրավիճակը նկատի առնելով շատ անդերի մեկ վերաբերմունք է, դժվար է ինձ համար այս բանը մեկնաբանելը, բայց ըստ իս հարցերը եւ նույն բանը կարելի է ասել վարչապետի վերաբերմունքի մեջ, հարցերը այնքան խորն են այսօր եւ այնքան այսպես օրհասական բանի մեջ կգտնվի Հայաստանի վիճակի մեջ կգտնվի եւ ոչ միայն Հայաստան, բայց ամբողջ աշխարհի այս տակնու վրա վիճակը նաեւ Հայաստանի վրա շատ մեծ անդրադարձ ունի, որ այս բաները փոքրիկ թշնամանքները, ներքին խնդիրները եւ այլն բոլորովին իրենց իմաստը կգործընծնեն այլևս։ Օրինակ կտեսնեմ, թե իշխանությունը ինչ կփորձի անել, մասնավորապես վարչապետը ինչ կփորձի անել հայ եկեղեցու հանդեպ, իսկապես ոչ միայն անդերի կգտնեմ այս վերաբերմունքը, որ ներքին թշնամանքը ավելցնելու, ներքին այս բաները հատվածական իրավիճակը ավելի խորացնող այս
այս ոճը գկարգեմ բոլորովին անդերի եւ շատ վնասակար կգտնեմ այսօր։ Ապաշրջափակման առաջին օրինակները երևի հետևել եք Տիկին Հիլդա։ Ինչի մասին են վկայում։ Նկատի ունեմ երկաթուղով Հայաստան բեռների փոխադրում Ադրբեջանի տարածքով, Վրաստանի տարածքով աշխատում է մի բան, որը 3 տասնամյակ կամ ավելի չի էլ գործել։ Գիտեք, բաներ կան, ժամկետներ կան, քաղաքական ժամկետներ գոյություն ունին։ Մի քանի ժամկետ կա, օրինակ վարչապետի հանդիպումը Սպիտակ տան մեջ Ամերիկայի նախագահի հետ, ընդդիմությունները եւ այսինքն բաներ կան, շատ հաշիվներ կան այս բոլորի մեջ, որ ինձ մտածել գուտան, որ այս բոլորը անշուշտ որ վերջնական չի գտնար երևույթը ստանալ, բայց գրնա բադահիլ, որ այսօր, այսինքն այս օրերուն, Ադրբեջանը շահ ունի, որ այս բաները, այս գործողությունները կատարվին ռուսական, չեմ գիտեր Ղազախստանի բեռնադարները Հայաստան հասնին եւ այլն, այս գարձեմ որ ժամանակի մեջ շատ ներ ժամանակի մեջ պետք է տեսնել այս բանը, այս գործողությունները, որովհետև պայմանները չեն լրացած, որ երկարադեպ այսպես գործընթաց մըլա։ Անշուշտ պետք է հուսալ, պետք է սպասել, բայց եթե մենք սառը մտքով դիտենք այս, դիտարկենք այս բոլորը չենք կրնար հույսեր գաբել, որ այսօր, որովհետև այսինչ բանը բադահեցավ, պիտի շարունակվի ժամանակի ընթացքին այս գործընթացը պիտի ընդլայնի եւ այլն եւ այլն։ Գիտնալով Ադրբեջանի քաղաքական մշակույթը, գիտնալով Ադրբեջանի իշխանություններու այսօրվա վարած քաղաքականությունը թե ներքին եւ թե արտաքին ճակատի վրա կգարձեմ որ հաշվարկները այնպես մի եղած են որ Ադրբեջանը այսօր թույլ կտա այս բոլորը անելու սա իսկապես իմաստ չունի երկարադեպ կամ միջին ժամկետի վրա կարելի չէ այսպես ընդհանրացնել եւ գարձել որ մի շարունակվի ժամանակները շատ խախուդ են եւ այսօրվա իրավիճակը իսկապես շատ խախուդ է այսօր եւ Հայաստանի եւ դարաձաշրջանի եւ ընդհանրապես արևելք արևմուտք հարաբերություններու մեջ այսինքն Տիկին Հիլդա այնինչ տեղի է ունենում հակամարտության կարգավորման հետ որևէ աղերս չունի հավանաբար գիտեք այս հակամարտության կարգավորման խնդիրը մի քանի այսպես երևույթ ունի մեկ մասը խոսույթի բանն է երևույթն է մյուս մասը իսկական գործընթացներն են որոնք ուղղակիորեն առնչված են համաշխարհային շարժումներու խոսույթի առումով այսինքն երևույթ այո գաբունին բայց գրգին հնարավոր չէ երևակայել եւ պետք չէ երևակայել որ այդ խոսույթը իրականության մեջ միակ երևույթն է միակ իրականությունն է յետին այդ խոսույթի յետին եւ այս գործողություններու յետին կան ուրիշ հաշվարկներ որոնց մասին կարելի է մտածել եւ որոնց մենք քարապար ունենք այդ մասին բայց իմ կարծիքով այդ միացյալ նահանգներու մեջ տեղի ունենալիք հանդիպումները նաեւ պատճառները մեկն են այս սահմաններու ապաշրջապակման իբրև թե ապաշրջապակման այսինքն շատ սահմանապակ մեկ գործողության առնչությամբ